Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առաջիկա հանդիպմանը բարձրացնելու է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը, շեշտելով Ֆրանսիայի հանձնառությունը միջազգային իրավունքի պահպանմանը։ Վաղ առավոտյան վազքից հետո Մակրոնին են մոտեցել 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները եւ նամակ փոխանցել անձամբ նրան, խնդրելով միջնորդել իրենց որդիների գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու հարցում։ Պետական այցի պաշտոնական օրակարգի շրջանակում Ֆրանսիայի առաջնորդն արդեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այսօր նախատեսված են նաև Մակրոնի եւ վարչապետ Փաշինյանի բանակցությունները, ինչից հետո կստորագրվեն երկկողմ ռազմավարական նշանակության փաստաթղթեր։ Օրվա վերջում երկու երկրների ղեկավարները կմեկնեն Գյումրի, որտեղ Վարդանանց հրապարակում ներկա կգտնվեն հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրված տոնական մեծ համերգին։ Պատմության ընթացքում ձեր ժողովրդի մղած պայքարը միշտ եղել է արդար պայքար, ցեղասպանության դեմ, ներխուժումների դեմ եւ այդ դժվար պահերին ձեր տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ ուղված սպառնալիքների դեմ։ Խաղաղության այն պատկերացումը, որ մենք ունենք մեզ համար, կայանում է այն բանում, որ լինենք այդ արդար պայքարների կողքին, որտեղ պաշտպանվում է միջազգային կարգը։ Նույնիսկ այն դեպքում, երբ դա տվյալ պահին չի բխում մեր շահերից, նույնիսկ երբ հաշվարկային մոտեցումները կթելադրեին աչք փակել եւ այլ կողմ նայել։